Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն քաղաքապետ, 2025 թվականի համար հաստատվել էր Երևան քաղաքում արևելյան եւ հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագիրը։ Այն ընդգրկում էր 12 փողոց, 3 վարչական շրջան, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ մասամբ Նուբարաշեն, 24.7 կիլոմետր։ Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված են 9 փողոցներում 17.1 կիլոմետր երկարությամբ։ Վերջին աշխատանքներն են իրականացվում Վարդաշենում եւ ծրագիրը կունենա շարունակություն 26 թվականին 7.5 կիլոմետր, ներառյալ նոր Խարբեր թաղամասը, Բաշխից ցանցով 50 կիլոմետր, որ ընդգրկում է 3 փողոց, Խաչիկ Դաշտենց, Նուբարաշենի խճուղին երկարությամբ ամբողջությամբ Գուրգեն Մահարի։ Եվ ամենակարևորը, որ կառուցվելու է 26 թվականին մայրաքաղաքում նոր գազաբաշխիչ կայան, ինչը չի ունեցել քաղաքը երբևէ, բացի առկա այն արտաքաղաքային 3 գազաբաշխիչ կայաններից եւ մեկը Նուբարաշենում։ Պարոն քաղաքապետ, ըստ էության 24.7 կիլոմետրից 7.5 կիլոմետրն է մնում շարունակություն 26 թվականին։ Սա այն ծրագիրն է, որ հաստատվեց ձեր անմիջական նախաձեռնությամբ 2023 թվականի վերջին, երբ ծառացել էր մայրաքաղաքի առջև ծանրագույն խնդիր, նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, որ չունեին բավարար գազի մատակարարման քանակ, նույն խնդրի առջև էր կանգնած նաև Գազպրոմը։ Ձեր մոտ կայացած խորհրդակցության արդյունքում 2023 թվականի տարեվերջին մեկնարկեց այս ծրագիրը, 24-ին մենք ավարտեցինք 40 կիլոմետր երկարությամբ նոր գազատարի կառուցումը մայրաքաղաքում, 2 գազաբաշխիչ կայաններից, Մասիսի վարչական շրջանից եւ Առինջից, եւ այս ծրագրի արդյունքում արդեն մենք 57.1 կիլոմետր ծավալի նոր կառուցված գազի մատակարարման ցանց ունենք քաղաքում։ Այն տագնապը, որ կար, որ նորակառույց բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքները կարող են կանգնել խնդրի առջև, այդ տագնապը վերացված է։ Սա ամենահաջողված կենսապահովման ծրագրերից մեկն է մայրաքաղաքում եւ 26-ին մենք կունենանք սրա բարեհաջող ավարտը։ Գազպրոմ ընկերությունը ներկայացրել է բավականին հավակնոտ ծրագիր 26 թվականի համար, այն ընդգրկում է 8 վարչական շրջան, 45 փողոց, 31 կիլոմետր, սա արդեն արկա տասնամյակներով չվերափոխված, չվերակառուցված գազաբաշխիչ ցանցին է վերաբերում միջին ճնշման, որի շահագործումը դարձել է արդեն վտանգավոր, վթարների հաճախականությունը մեծացել են։ Այս ծրագիրը մենք մանրամասն քննարկել ենք շին բարեկարգում վարչության հետ։ Մեր կողմից ներկայացված բոլոր պահանջները ասֆալտբետոնյա ծածկույթի վերականգնման առումով ընդունվել են Գազպրոմ ընկերության կողմից եւ տրվել է այս ծրագրի արդեն շինարարությունների նախագծերի նախնական համաձայնեցման գործընթացը։ Արդեն մեծ մասին տրվել ենք հետագծերի նախնական համաձայնություն, կստանանք շինթույլտվության հայտ, պատրաստ է Գազպրոմը ամբողջությամբ վճարելու տեղական վճարը այս ծրագրին։ Այս ծրագիրը եւս կունենա նույն հսկողությունն ու նույն համագործակցությունը, ինչ որ ունեցել ենք նախորդ ծրագրին։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը 25 թվականին մայրաքաղաքում պետք է իրականացներ 123 կիլոմետր մալուխային ցանցի եւ ստորգետնյա եւ 8 կիլոմետր վերգետնյա ցանցի կառուցում։ Ընդհանուր առմամբ 91 կիլոմետր էր կազմում խրամուղու երկարությունը եւ 120 նախագծային աշխատանքներ։ Մեծամասամբ այն վերաբերում էր փոքր կենտրոնի ինքնաբավ էլեկտրամատակարարման համակարգի ստեղծման ներդրումային ծրագրին։ 25 թվականի այս պահի դրությամբ արդեն ընդհանուր առմամբ 80 նախագծերի ուղղությամբ 41.2 կիլոմետր երկարությամբ նոր մալուխագծերի կառուցումը, ճանապարհների վերականգնումն ավարտված է։ Ընդ որում սրանցից 34 նախագիծ 11.4 կիլոմետր
բաժին է ընկնում միայն կենտրոն վարչական շրջանին։ 100 փողոցներում ամբողջությամբ ավարտված է ծրագիրը, 28 փողոցների համար ներկայացրել է շինթույլտվության հայտ էլեկտրական ցանցերը, այն կազմում է 26.3 կիլոմետր, պարոն քաղաքապետ, այստեղ մենք քննարկել ենք Հայաստանի էլեկտրական ցանցերի ընկերության հետ հետագա ներդրումային ծրագրի ամբողջ գործընթացը, էլեկտրական ցանցերը պետք ներկայացնելու է վերանայված նոր ներդրումային ծրագիր, որը հունվարին կամ տարեվերջ մենք կունենանք, ձեզ հետ համաձայնեցված արդեն ընթաց կտանք 26 թվականի ներդրումային ծրագրին, բայց կարևորագույն մի երաշխիք կա այստեղ, որ արդեն նշածս 26 կիլոմետր երկարությամբ նոր մալուխագծերի ներդրման վերաբերյալ մենք 25 թվականին տվել ենք արդեն նախնական համաձայնություն, հետևաբար գործընթացը բավականին արագ կընթանա։ Հեծը ավարտեց նաև 40 բաշխիչ ենթականների վերանորոգման աշխատանքները։ Աննախադեպ եւ հսկայածավալ են ջրամատակարարման ցանցի վրա ներդրումները, պարոն քաղաքապետ, ջրամատակարարման համակարգի, խմելու ջրի որակի բարելավման համար Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի կողմից ներկայացվել է 4 վարչական շրջաններում մայրաքաղաքի 118 կիլոմետր երկարությամբ մասնավոր տնտիրությունների խմելու ջրի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիր։ Այն ներառում է ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացում, տնային միացումների ապահովում, ջրաչափական հանգույցների տեղադրում։ Ամբողջական շղթան ապահովում է այս ծրագիրը։ Այս ծրագիրը, որ արդեն ներկայացվել է 25 թվականին, իրեն ներկայացնում է 7.1 միլիարդ դրամի ծավալի աշխատանքներ, ինչու եմ սա ասում այսպես հստակ, որովհետև բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարական թույլտվությունները ներկայացված են քաղաքապետարան, բոլորին տրվել է շինարարության թույլտվություն եւ մեկնարկել են աշխատանքները արդեն Նուբարաշեն վարչական շրջանում։ Աշխատանքների գերակշիռ մասը կավարտվի 26 թվականին եւ այստեղ մենք ունենք 13.500 բաժանորդի ջրամատակարարման բարելավման արդյունք։ Ջրային կոմիտեն ներկայացրել է միաժամանակ եւս մեկ այլ հավակնոտ ծրագիր, արդեն 26-ին մեկնարկող, սա արդեն բաժին ընկնում 7 վարչական շրջանների, 91.6 կիլոմետր, 5.7 միլիարդ ծավալ եւ 10.550 բաժանորդ։ Ինչու եմ ես այս թվերը ներկայացնում, որտեղ այն արդյունքը, որ մենք ունենք արդեն 3-րդ տարում, պարոն քաղաքապետ թույլ տվել նաև զեկույցը համարել այս ծրագրի մեկնարկի օրվանից մինչև այսօր եղածի հաշվետվություն, ինչը կարծում եմ շատ կարևոր է մեր հետագա աշխատանքների համար, այս ծրագրով արդեն մենք 10.500 մարդու խնդիր ենք լուծում նորմալ ջրամատակարարման համար։ Ընդհանուր այս երկու ծրագրով մենք ունենում ենք 220 կիլոմետր ջրամատակարարման նոր ցանցի բարելավման արդյունք։ Եթե նկատի ունենանք, որ ծրագիրը մեկնարկել է ջրամատակարարման ցանցի բարելավման Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կառավարություն ներկայացված առաջարկությունների հիման վրա 23 թվականի վերջին, ապա տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի արդյունքում 7 Սիլիկյան, Հաղթանակ, Նոր Խարբերդ թաղամասերում 7135 բաժանորդ, Յոլաջուր ընկերության կողմից Նորք Մարաշ, Արաբկիր մասամբ եւ Սարիթաղ մասամբ իրականացված ծրագրերի արդյունքում 56 կիլոմետր 2830 բաժանորդ եւ այս երկու ծրագրերը միասին 22000 բաժանորդ, հետեւաբար հաշվի առնելով որ հանգամանքը Յոլաջուր սպասարկման ոլորտում արկա են մասնավոր տնտիրությունների մոտ 65-ից ավել հազար բաժանորդներ, 3 տարում քաղաքապետարան պետություն համագործակցության արդյունքում 50%-ից ավելին մասնավոր տնտիրությունների բաժանորդները ունենում են շուրջօրյա կամ ամենաբարձր գրաֆիկով
մինչև 17 ժամ, 24 ժամ, ոչ դրանից պակաս, 17 ժամից ոչ պակաս, ապահով հուսալի ջրամատակարարում։ Այս ցուցանիշը երբևէ չհարցանագրված ցուցանիշ է մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում, եւ ծրագիրը շատ հասցեական է ու նպատակային, սա պետք է իմանա նաեւ մեր բնակչությունը, որ ընտրված է ամենաճիշտ հատվածները, սեփական տնտիրությունների տարածքները, որտեղ ամենաշատն է ջրի կորուստը եւ ամենակայքայվածն է ջրամատակարարման ցանցը։ Այստեղ արդյունք ենք ունենում հուսալի անխափան ջրամատակարարում, կորուստների վերացում, այսինքն այն ապօրինի գծերը, որ անցկացված են սեփական տնտիրություններ, դրանք բոլորը վերանում են, հաշվառման համակարգի արդիականացում, ինչու՞ չէ նաև առաջի ծրագիրը իրենից ներկայացնում է 257 լիտր վարկյան, այն է 8 միլիոն խորանարդ մետր տարեկան տնտեսում, երկրորդ ծրագիրը 157 լիտր վարկյան, 4 միլիոն խորանարդ մետր տնտեսում տարեկան։ Հենց այս ծրագրի արդյունքում, պարոն քաղաքապետ, այն մտահոգությունը, որ ունի Վյոլա ջուրը, որ նորակառույց բազմաբնակարար համալիրներում կարող է չբավարարել ջուրը, այս տնտեսումները նաև երաշխիք են դառնում, որ բազմաբնակարան նոր շենքերի պահանջարկը կարող է բավարարվել։ Մեր համագործակցությունը այս ծրագրում շատ սերտ է, մեր ակտիվ գործընկերն է դառնում այլևս ջրային կոմիտեն, մենք հրավիրենք խորհրդակցում, պարոն քաղաքապետ, այստեղ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ, մեր վերահսկող կառույցների մասնակցությամբ, որպիսի ծրագիրը ընթանա առանց խոչընդոտների, իսկ խոչընդոտներ շատ կլինեն եւ ընթացս առաջացող խնդիրները լուծելու ամբողջ երաշխավորությունը մենք պետք է ապահովենք մեր գործընկերների համար։ Հաջորդ կարևորագույն հարցը մեզ մոտ եղել է ջրահեռացման համակարգը։ Ջրահեռացման համակարգում, պարոն քաղաքապետ, 2025 թվականին իրականացվել է 22 վարչական շրջաններում, 22 հասցեներում ջրահեռացման համակարգի ներդրումային ծրագիրը կառավարության կողմից իրականացված ֆինանսավորման միջոցով, այս պահի դրությամբ 21 հասցեներում 100%-ով աշխատանքները ավարտված են, արդեն վերջի կատարողականներն են ներկայացնում կոմունալ վարչություն, միայն մեկ հասցե մուշական թաղամաս, անհատական միացումների խնդիրը կտեղափոխվի փետրվար ամիս, դա ինչ որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով էր պայմանավորված, ամենամեծագույն ծավալն է, ես ձեր համար պատրաստել եմ առանձին սխեմատիկ եւ գրավոր նյութ մուշական ջրաշեն թաղամասերի փուլերի հետագա փուլերի վերաբերյալ այսօր կտրամադրեմ ձեզ։ Վյոլա ջուր ընկերության կողմից 5 կիլոմետր ծավալի աշխատանք է կատարվել այս տարի մայրաքաղաքում, կշարունակի Վյոլան նորից այս տիրույթում աշխատել հատկապես հրատապ հարցերի լուծման սկզբունքով եւ արդեն իրենց մոտ նախապես ծրագիրը կա կներկայացնի մեզ։ Բավականին արդյունավետ է եղել հրատապ ծրագիրը, հրատապ լուծումներ պահանջող ծրագրի իրականացումը 67 միլիոնի շրջանակներում 17 հասցեներում 1 կիլոմետր 236 մետր, 1.2 կիլոմետր ծավալի աշխատանք է կատարվել նաև այստեղ։ Ամփոփելով այս ոլորտի ներդրումային ծրագրերը եւ համայնքային մասնակցությունը, պետք է նշեմ, ինչպես ջրամատակարարման ոլորտում էր, որ իսկապես աննախադեպ ցուցանիշ է գրանցվում մայրաքաղաքում, դա կարող են ցույց տալ նախորդ տարիների բոլոր փաստերը համեմատության մեջ։ Ջրահեռացման համակարգում այս պահի դրությամբ 58 կիլոմետր նոր վերակառուցվող եւ կառուցված գոյողատար համակարգ է կառուցվել։ Միայն 23-ից 25 թվականներում 46.7 կիլոմետր Վյոլաջուր քաղաքապետարան։ Միայն քաղաքապետարանի միջոցներով 35 կիլոմետր։ Սա Երևան քաղաք համայնք դառնալուց հետո 2009 թվականից առաջի այսպիսի ցուցանիշն է, որ համայնքն իր միջոցներից 2.8 միլիարդ դրամ ծավալի շրջանակներում իրականացնում է խիստ կենսական անհրաժեշտություն ունեցող այնպիսի ծրագիր, ինչպիսին ջրահեռացման գոյողատար ցանցի բարելավման ծրագիրն է,
Այն դեպքում, երբ որ այս ամբողջ գույքը պետական սեփականություն է, հանձնված է մասնավոր ընկերության պահպանման սպասարկման շահագործման, բայց ելնելով բնակչության անվտանգության շահերից եւ խնդիրներից, այս նկատառումներով աննախադեպ քայլ է արել քաղաքապետարանը, պարոն Ավինյանի նախաձեռնությամբ կարող եմ անթաքույց վստահորեն ասել, եւ այս ծրագիրը արդեն դառնում է շարունակական։ Ինչու, որովհետեւ 2026-ի համար արդեն մոտ 2 միլիարդ դրամ կառավարությունը հատկացնում է գոյողատար ցանցի համար, որի ուղղությամբ արդեն 29 հասցեներում նախագծանախաշվային փաստաթղթերը պատրաստ են, փորձաքննություն անցած, 11 կիլոմետր 1.4 միլիարդ ֆինանսական ծավալով, 43 հասցեներում եւս ներկայացված են մրցույթի, գոյողագծերի կառուցման, վերակառուցման, փաթեթը ներկայացված է գնումների վարչություն, այսինքն մենք ապագայում կունենանք եւս 43 հասցեի նախագիծ նախաշիվ, ընդհանուր 72 հասցեներում մենք պատրաստ կլինենք իրականացնելու գոյողատար ցանցի վերակառուցման եւ կառուցման աշխատանքներ։ Մեկ թիվ ասեմ միայն, որ այս տարվա 9.4 կիլոմետրից 6.4-ը միայն նոր կառուցվող համակարգ է։ Սա լրջագույն ցուցանիշ է համակարգի արդիականացման համար ընդամենը 1 տարվա ընթացքում այդքան սեղմ ֆինանսական միջոցների շրջանակներում։ Եվ իհարկե մենք այստեղ ունենք համագործակցության լուրջ խնդիր, կառավարություն, համայնք եւ յոլաջուր, այս ծրագրի իրականացման ուղղությամբ մենք ունենք նաեւ նախապատրաստական եւս 2 քայլ։ Պարոն քաղաքապետ, ինչպես մեկ անգամ զեկուցել եմ ձեզ, արդեն պատրաստ է 50 հասցեներում հեղեղատար համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջ ցանկը, փաստաթղթերը պատրաստ են, փորձաքննություն անցել են, փորձաքննության արդյունքում 52 կիլոմետր մոտ 10 միլիարդ դրամ արժողությամբ, հստակ թվեր են սրանք արդեն նախաշվային արժեքներով, մենք պատրաստ ենք ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում նախապատվությունը տալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։ Միևնույն ժամանակ մեր ռոռոկման համակարգի համար ենք պատրաստ այս պահի դրությամբ, բոլոր նախագծերը պատրաստ են, մայրաքաղաքի 5 հասցեներում 15 կիլոմետր երկարությամբ 1.79 միլիոն ծավալի աշխատանքներ, այստեղ եւս կոմունալ վարչության կողմից իրականացվել է նախագծանախաշվային փաստաթղթերի կազմումը, փորձաքննությունն անցել են, առաջի փուլով մեկնարկում ենք Ազատություն Պողոտան։ Սրանք են այն ծրագրերը, որ իրականացվել են եւ իրականացվել են մատակարար ընկերությունների կողմից, ամփոփելով հարգելի գործընկերներ, պիտի ասեմ, որ այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով կամ մնային այլ դարակներում ունենային այլ հասցեներ, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը, այն էլ սիստեմատիկ մոտեցումը ամենակարևորը, պարբերական հետևողականությունն ու պահանջկոտությունը, որ այս ծրագրերը ներդրվեին մայրաքաղաքում։ Ամենօրյա աշխատանքը զգալով սեփական մաշկի վրա եւ իմ գործընկերների հետ, արգելի գործընկերներ, ամփոփելով տարին, ես ուզում եմ բոլորի տանունից անհամեստ փոքր իրավունք ինձ վերապահել, մեր շնորհակալությունը հայտնել մեր քաղաքապետին, պարոն Ավինյանին, կենսապահովման ոլորտում, ենթակառուցվածքների ոլորտում ցուցաբերած անմիջական, հետևողական եւ շատ սիստեմատիկ աշխատանքի համար մեր գործընկերների հետ կառավարություն, մատակարար ընկերություններ։ Այսքանը։